շատ շնորհակալ եմ Նոնիկից, որից երազանքը իրականություն դարձրեց, անկախ նրան թե ֆիլմին գնալը։ Շատ լավ, ինքը թե արտաքինով շատ նման էր, շատ դեպքերում ձայնի մանավանդ թե մահապարտների կոչի ժամանակ վերջին ելևէջները, թե անկախության մասով, երբ որ հրապարակում, այնքան մոտեցրեց ձայնը, որ Վազգենի ձայնին նմանվեց, այնպես որ քաղաքական ենթատեքստ տեսակ այդտեղ հոկտեմբերի 20-ի մասով, մեղրի մասով ինչ-որ ակնարկներ կային։ Բացարձակ, այսինքն կար այն ամենը, ինչը Վազգենն ինքն ասել է, եւ որը բան ավելին չկար։ Այստեղ ԿՊԱ-ական պատգամավորներ են նստած, ԿՊ-ի իշխանությունը Արցախը, Վազգենի ազատագրած Արցախը հանձնեց Ադրբեջանին։ Դուք օրինակ այդ հարցը որտեսում եք, թե Վազգենի անցած ուղին ինչպես է ներկայացում, որ կյանքը դրեց Արցախի համար, ու այսօր Արցախը հանձնած իշխանության ներկայացուցիչները նայում են այդ ամենը, ո՞նց է, ինչ է դու։ Չեք զգում, որտեղ հարցը տեղի չի ու անիմաստացի։ Ինչով տեղի։ Ես որովհետև ֆիլմ ենք նայել ու ֆիլմ ենք կրկնակում։ Դուք այսօր եռաբլուրում ինչ-որ տարօրինակ հայտարարություն արեցիք Վազգենի հետ։ Դուք արդեն պիտակներ եք կպցնում։ Տարօրինակ։ Հետո այդպես տարօրինակ որ Վազգենը չի ազատագրել Արցախը։ Գիտեք, ես ձեր այդ բանավիճերը ոչ մտադրություն չունեմ։ Ես ձեր հարցերին չեմ պատասխանում, որովհետև դուք տարօրինակ հարցեր եք տալիս, քննարկում չի ազատագրել Արցախը Վազգենը։ Եթե չի ազատագրել, տեսեք, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Արցախի վերջը պետք է հանձնվեր Ադրբեջանին։ Այսինքն այստեղ հակասություն դուք չեք տեսնում, ստացվում է, որ Վազգենը մի ճակատով պայքարում էր Արցախի համար, կռվում էր Արցախի համար, իսկ մենք դիվանագիտական ճակատով հանձնում էինք։ Ես քաղաքական հարցազրույցներ տալիս եմ համապատասխան քաղաքական լրատվամիջոցներին, որը ես նպատակահարմար եմ։ Հիմա ես եկել եմ ֆիլմ ինտերվյուի ընտանիքի հետ, եվակված եմ քննարկելու միայն ձեր նման հարցերին չեմ պատասխանում։